Գիրքը Ռութ, գլուխ առաջին։ Դատավորների կառավարության օրերին երկրումը սով եղավ, եւ Հուդայի Բեթլեհեմիցը մեկ մարդ իր կնկան եւ երկու որդիների հետ գնաց Մովաբի երկիրը պանդխտանալու։ Եվ այն մարդի անունը Ելիմելեք, եւ կնկան անունը Նոեմի, եւ երկու որդկանց անունները Մահալոն եւ Քելոն էին, Եփրաթացի Հուդայի Բեթլեհեմիցը, եւ գնացին Մովաբի երկիրը եւ այնտեղ էին լինում։ Եվ Նոեմիի մարդը Ելիմելեքը մեռավ, եւ նա մնաց իր երկու որդիներովը, որոնք իրանց համար Մովաբացի կնիկներ առան, մեկի անունը Որփա եւ մյուսի անունը Հռութ, եւ նրանք 10 տարի իջապ այնտեղ նստեցին։ Եվ Մահալոնն եւ Քելոնը երկուսն էլ մեռան, եւ այն կինը իր երկու որդկանցիցն ու մարդիցը զուրկ մնաց։ Եվ նա իր երկու հարսերովը վեր կացավ, որ Մովաբի երկրիցը ետ դառնա, որովհետև Մովաբի երկրումը լսել էր, որ Տերը իր ժողովրդին այցելություն է արել նրանց հաց տալով։ Եվ նա իր եղած տեղիցը դուրս եկավ իր երկու հարսերի հետ, եւ ճանապարհ ընկան Հուդայի երկիրը ետ դառնալու համար։ Եվ Նոեմին իր երկու հարսերին ասեց. «Գնացեք եւ ձեզանից ամեն մեկը ետ դառնա իր մոր տունը։ Տերը ձեզ ողորմություն անե, ինչպես որ դուք այն մեռածներին եւ ինձ եք արել։ Տերը տա ձեզ, որ ամեն մեկդ իր մարդի տանը հանգստություն գտնեք»։ Եվ նրանց համբուրեց, եւ նրանք իրանց ձայները բարձրացնելով լաց եղան, եւ նրան ասեցին. «Մենք անպատճառ քեզ հետ քո ժողովրդին կդառնանք»։ Բայց Նոեմին ասեց. «Աղջիկներս, ետ դառեք, ինչու համար ինձ հետ գնաք։ Միթե իմ արգանդումն ուրիշ տղեր կան, որ ձեզ համար մարդիկ դառնան։ Ետ դառեք, աղջիկներս, գնացեք, որովհետև ես պարաված եմ, այլևս մարդի չեմ գնա։ Եթե ասեի, որ հույս ունեմ հենց այս գիշեր եւ որդիք էլ ծնեմ, դուք մինչեւ նրանց մեծանալը կսպասեիք, դուք սրա համար պիտի զրկվեիք ամուսնանալուց։ Ոչ, աղջիկներս, որովհետև շատ ցավում եմ ձեզ համար, որովհետև Տիրոջ ձեռքն ինձ հասավ»։ Եվ նրանք իրանց ձայները բարձրացնելով դարձյալ լաց եղան։ Եվ Որփան իր սկեսրին համբուրեց, բայց Ռութը նրա մոտ մնաց։ Սակայն Նոեմին ասեց. «Ահա քո ները ետ դառավ իր ժողովրդին եւ իր աստվածներին, դու էլ ետ դարձիր քո ունների ետևիցը»։ Եվ Ռութն ասեց. «Ինձ մի ստիպիր, որ քեզ թողեմ եւ քեզանից ետ դառնամ, որովհետև ուր որ գնաս գնալու եմ, եւ ուր որ մնաս մնալու եմ։ Քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, եւ քո Աստվածն իմ Աստվածն է։ Ուր որ մեռնես, ես էլ կմեռնեմ, եւ այնտեղ կթաղվի։ Տերը ինձ այսպես եւ սրանից ավելի անե, որ ինձ քեզանից մահը պիտի բաժանե»։ Երբ որ Նոեմին տեսավ, որ նա հաստատ ուզում է իր հետ գնալ, այլևս չխոսեց նրա հետ։ Եվ երկուսը գնացին մինչև որ Բեթլեհեմ հասան։ Եվ երբ որ Բեթլեհեմ եկան, սրանց պատճառով բոլոր քաղաքը շարժվեցավ եւ ասում էին. «Սա է Նոեմին»։ Եվ նա նրանց ասեց. «Ինձ Նոեմի մի կանչեք, ինձ Մարա կանչեցեք, որովհետև ամենակարողը դառնությամբ լցրեց ինձ։ Ես գնացի լիքն, բայց Տերն ինձ դարտակ դարձրեց։ Ինչու եք ինձ Նոեմի ասում, որովհետև Տերն ինձ խոնարհեցրեց եւ ամենակարողն ինձ վշտացրեց»։ Այսպես Նոեմին ետ դառավ իր հարս Մովաբացի Հռութի հետ Մովաբի երկրիցը, եւ գարի հնձի սկզբումը հասան Բեթլեհեմ։ Գիրքը Ռութ, գլուխ 2։ Եվ Նոեմին իր մարդի կողմանը մեկ ազգական ուներ։ Նա շատ հարուստ մարդ էր Ելիմելեքի ազգատոհմիցը, եւ նրա անունը Բոոզ։ Եվ Մովաբացի Հռութը Նոեմիին ասեց. «Գնա մարտերը, եւ որի աչքի առաջին ողորմություն գտնեմ, նրա ետևից հասկեր ժողովեն»։ Եվ նա ասեց նրան. «Գնա, աղջիկս»։ Եվ նա գնաց, եւ մի արտի մեջ մտնելով հնձողների ետևից ժողովում էր։ Եվ այնպես պատահեց, որ նա հանդիպեց Ելիմելեքի ազգատոհմիցն եղող Բոոսի արտին։ Եվ ահա Բոոսը Բեթլեհեմիցն եկավ եւ հնձողներին ասեց. «Տերը ձեզ հետ»։ Եվ նրանք ասեցին. «Տերը քեզ օրհնե»։ Եվ Բոոսը հնձողների վրա նշանակված պատանիին ասեց. «Որինն է այս աղջիկը»։ Եվ հնձողների վերակացու պատանին պատասխանեց եւ ասեց. «Նոեմիի հետ Մովաբի երկրիցը դարձող Մովաբացի աղջիկն է»։ Եվ մեզ ասեց. «Աղաչում եմ, որաների մեջ հնձողների ետևից հասկ քաղեմ եւ ժողովեմ»։ Եվ նա առավոտանց կանուխ եկել է եւ մինչեւ հիմա մնացել, միայն թե հիմա մի քիչ տանը նստեց։ Եվ Բոոսն ասեց Հռութին. «Ահա աղջիկս, հասկ ժողովելու համար ուրիշի արտը չգնաս եւ այստեղից էլ չբաժանվիս, այլ այստեղ իմ աղջկերանց մոտ կենաս։ Աչքերդ նրանց հնձած արտի վրա լինի եւ նրանց ետևիցը գնա,
Ահա պատանիներին պատվիրել եմ, որ քեզ չդիպչեն։ Եվ երբ որ ծարավես, ամաների մոտ գնա եւ պատանիների քաշած ջրիցը խմիր։ Եվ աղջիկը երեսի վրա ընկավ եւ մինչեւ գետին երկրպագություն անելով նրան ասեց. «Ինչի՞ց է, որ ես քո աչքերի առաջին շնորհք գտա, եւ դու ինձ ճանաչում ես, քանի որ ես մեկ օտարքին եմ»։ Եվ Բոոսը պատասխանեց եւ նրան ասեց. «Քո մարդը մեռնելուց հետո դու ինչպես որ սկեսրի տարել ես, բոլորն էլ պատմել են ինձ, եւ թե ինչպես քո հորը եւ մորը եւ ծնած երկիրը թողեցիր եւ եկար այն ժողովրդի մոտ, որին առաջ չէիր ճանաչում։ Քո գործքի փոխարենը Տերը հատուցան է, եւ քո վարձքը Իսրայելի Տեր Աստծո կողման է առատապես տրվի, որովհետեւ դու եկար, որ նրա թևերի տակ ապաստանարան գտնես»։ Եվ նա ասեց. «Տեր իմ, քո աչքերի առաջին շնորհք գտնեմ, որովհետեւ դու ինձ մխիթարեցիր եւ քո աղախնի հետ քաղցրությամբ խոսեցիր, թեպետ եւ ես քո աղախինների մեկի պես էլ չեմ»։ Եվ Բոոսը կերակուրի ժամանակ նրան ասեց. «Մոտեցիր եւ հացիցը կեր եւ պատառդ քացախին թաթախիր»։ Եվ նա հնձողների մոտ նստեց։ Նրան հեղի տվավ, նա էլ կերավ կշտացավ եւ ավելացածը պահեց։ Եվ երբ որ վեր կացավ հասկ ժողովելու, Բոոսն իր պատանիներին պատվիրեց ասելով. «Թող որաների միջիցն էլ ժողովե եւ նրան մի ամաչեցնեք։ Եվ խուրթերիցն էլ նրա համար գետինը ձգեցեք եւ թող տվեք, որ ժողովե եւ նրան մի ամաչացնեք։ Եվ խուրթերիցն էլ նրա համար գետինը ձգեցեք եւ թող տվեք, որ ժողովե եւ նրան մի հանդիմանեք։ Եվ նա մինչև իրիկուն այն արդի մեջ ժողովեց։ Եվ երբ որ ժողովածը ծեծեց, մեկ արդուի չափ գարի եղավ։ Եվ առավ եւ քաղաքը մտավ։ Եվ սկեսուրը նրա ժողովածը տեսավ։ Եվ Ֆարութը հանեց այն իր կշտացածիցն ավելացածը նրան տվավ։ Եվ սկեսուրը նրան ասեց. «Որտեղ ժողովեցիր այսօր եւ ուր աշխատեցիր։ Քեզ ճանաչողը օրհնյալ լինի»։ Այն ժամանակ նա նրան իր սկեսրին իմացրեց, թե որի մոտ է աշխատել, եւ ասեց. «Այն մարդի անունը, որի մոտ ես այսօր աշխատեցի, Բոոս է»։ Եվ Նոեմին իր հարսին ասեց. «Նա Տերից օրհնյալ լինի, որ կենդանիներիցն ու մեռածներիցն իր ողորմությունը չպակասացրեց»։ Եվ Նոեմին նրան ասեց. «Այն մարդը մեր ազգատոհմիցն է, նա մոտ ազգական է մեզ»։ Եվ Մովաբացի հռութն ասեց. «Նաև ինձ ասեց, թե իմ պատանիների մոտիցը չբաժանվիս, մինչև որ նրանք իմ բոլոր հունձքը վերջացնեն»։ Եվ Նոեմին իր հարս հռութին ասեց. «Լավ է, աղջիկս, որ դու նրա աղջկերանց հետ գնաս, եւ քեզ ուրիշ արտի մեջ չհանդիպեն»։ Եվ նա Բոոսի աղջկերքիցը չբաժանվեցավ, եւ մինչև գարի հունձքի եւ ցորենի հունձքի վերջը հասկ ժողովեց, եւ իր սկեսրի մոտ էր բնակվում։ Գիրքը Ռութ, գլուխ 3։ Եվ նրա սկեսուր Նոեմին նրան ասեց. «Աղջիկս, ես քեզ համար հանգստություն եմ ուզում, որ քեզ համար լավ լինի։ Եվ ահա Բոոսը մեր ազգականներիցն է, որ դու նրա աղջկերանց մոտ էիր։ Ահա նա այս գիշեր կալումը գարի է կասում։ Եվ դու լվացվիր եւ յուղովոցվիր, եւ հանդերձները թաքիր եւ իջիր կալը։ Եվ այն մարդին մի հայտնվիր, մինչև որ ուտե եւ խմե վերջացնե։ Եվ երբ որ քնանա, նրա պարկած տեղն իմացիր եւ գնա ծածկոցը նրա ոտքերի կողմից բաց եւ պարկիր։ Եվ նա քեզ կիմացնե, թե ինչ պիտի անես»։ Եվ Ռութը նրան ասեց. «Ամեն ինչ, որ ինձ ասել ես, կանեմ»։ Եվ նա իջավ կալը, եւ իր սկեսրի ամեն պատվիրածի պես արավ։ Եվ Բոոսը կերավ եւ խմեց, եւ սիրտը զվարճացել էր, եւ գնաց դիզված գարիի եզերքին պարկելու։ Եվ Ռութը կամաց գնաց եւ ծածկոցը նրա ոտքերի կողմից բացավ եւ պարկեց։ Եվ կեսգիշերին մարդը վախեցավ եւ ծռեց տեսավ, որ ահա իր ոտքերի մոտ մի կին է պարկել։ Եվ ասեց. «Դու ով ես»։ Եվ նա ասեց. «Ես քո աղախին Ռութն եմ, եւ քո քղանցքը տարածիր քո աղախնի վրա, որովհետեւ դու իմ մոտ ազգականն ես»։ Նա էլ ասեց. «Օրհնյալ լինես դու Տերիցը, աղջիկս, քո ետքի լավությունը առաջինիցը մեծ է, որովհետեւ դու ոչ աղքատ եւ ոչ հարուստ երիտասարդների ետևից չգնացիր։ Եվ հիմա աղջիկս, մի վախենար, դու ինձ ինչ որ ասես, քեզ համար կանեմ, որովհետեւ քաղաքիս բոլոր ժողովուրդը գիտե, որ դու մի առաքինի կին ես։ Եվ հիմա իրավ ես քո ազգականն եմ, բայց ինձանից ավելի մոտ ուրիշ ազգական կա։ Այս գիշեր այստեղ կաց, եւ եթե առավոտը նա իր ազգականության պարտավորությունը հատուցանել ուզե, լավ, թող հատուցանե, բայց եթե նա չուզե ազգականության պարտավորությունը քեզ հատուցանել, այն ժամանակ ես կհատուցանեմ։ Կենցանի է Տերը։ Մինչև առավոտ պարկիր այստեղ,
Եվ նա պառկեց նրա ոտքերի մոտ մինչև առավոտ, եւ վեր կացավ, երբ որ մարդիկ դեռ չէին կարող մեկըզ մեկ ճանաչել։ Եվ Բոոսն ասեց. «Մի մարդ չիմանա, որ կալը կին է եկել»։ Նաեւ ասեց. «Վրայից ածկոցդ բեր եւ նրան բռնիր»։ Եվ Ռութը բռնեց նրան, եւ նա 6 չափ գարի չափեց եւ նրա շալակը տվավ։ Նա էլ գնաց քաղաքը։ Եվ Ռութն իր զգեստի մոտ դարձավ, եւ նա ասեց. «Աղջիկս, ինչպե՞ս ես»։ Եվ նա նրան պատմեց, ինչ որ այն մարդն արել էր իրան։ Եվ ասեց. «Նա այս 6 չափ գարին ինձ տվավ եւ ասեց. քո զգեստի մոտ դարտակ չգնաս»։ Եվ Նոեմին ասեց. «Աղջիկս, նստիր, մինչև որ իմանաս այս գործը ինչպես պիտի վերջանա, որովհետև այն մարդը, մինչև որ այս գործը այսօր չվերջացնե, չի հանգստանա»։ Գիրքը Ռութ, գլուխ 4։ Եվ Բոոսը վեր գնաց դուռը եւ այնտեղ նստեց։ Եվ ահա անց էր կենում այն ազգականը, որ Բոոսն ասել էր։ Եվ Բոոսը նրան ասեց. «Եկ այստեղ նստիր, ով այսինչ մարդ»։ Եվ նա դարձավ եւ նստեց։ Այն ժամանակ նա քաղաքի ծերերից 10 մարդ առավ եւ ասեց. «Այստեղ նստեցեք»։ Եվ նրանք նստեցին։ Հետո այն ազգականին ասեց. «Մեր եղբայր Ելիմելեքի արտի բաժինը ծախում է Նոեմին, որ Մովաբի երկրից ետ է դարել։ Եվ ես մտածեցի, որ քեզ իմացնեմ եւ ասեմ. այս նստողների առաջին եւ իմ ժողովրդի ծերերի առաջին ծախու առ։ Եթե ուզես ազգականության իրավունքով ծախու առնել, առ, բայց եթե ծախու առնել չուզես, ինձ իմացրու, որ գիտենամ, որովհետև բացի քեզանից ազգականության իրավունքը կատարող չկա, եւ քեզանից հետո ես եմ»։ Եվ նա ասեց. «Ես ազգականության իրավունքը կկատարեմ»։ Եվ Բոոսն ասեց. «Դու Նոեմիի ձեռքից նարդը ծախու առած օրը մեռնողի կնկանից Մովաբացի Հռութիցն էլ պիտի ծախու առնես, որ մեռնողի անունը պահես իր ժառանգության մեջ»։ Եվ ազգականն ասեց. «Ես իմ ազգականության իրավունքը չեմ կարող կատարել։ Միգուցե իմ ժառանգությունը խանգարեմ։ Իմ ունեցած ազգականության իրավունքը դու կատարիր, որովհետև ես չեմ կարող կատարել»։ Եվ Իսրայելի մեջ առաջուց այս էր ազգականության իրավունք կատարելու ու ծախու առնելու գործերի մեջ, որ ամեն բան հաստատվի։ Մարդ իր կոշիկը հանում էր եւ իր ընկերին տալիս։ Եվ այս Իսրայելի մեջ վկայություն էր լինում։ Եվ ազգականը Բոոսին ասեց. «Դու ծախու առ», եւ իր կոշիկը հանեց։ Եվ Բոոսն ասեց ծերերին եւ բոլոր ժողովրդին. «Դուք այսօր վկա եք, որ ես Ելիմելեքի բոլոր ստացվածքը եւ Քելոնի եւ Մահալոնի բոլոր ստացվածքը Նոեմիի ձեռքից է ծախու առա։ Եվ Մահալոնի կինը Մովաբացի Հռութին էլ ինձ համար կին առա, որ մեռնողի անունը պահեմ իր ժառանգության մեջ, եւ մեռնողի անունը չվերանա իր եղբայրներիցը եւ իր բնակարանի դռնիցը։ Դուք այսօր վկա եք»։ Այն ժամանակ բոլոր ժողովուրդը, որ դրանն էր, եւ ծերերը ասեցին. «Վկա ենք։ Տերը քո տունը մտնող կնկան Ռաքելի ու Լիայի Պեսան է, որ այդ երկուսը Իսրայելի տունը շինեցին։ Եվ դու Եփրաթայի մեջ ուժովացիր եւ Բեթլեհեմի մեջ անուն շահիր։ Եվ քո տունը Փարեսի տան պես լինի, որին Թամարը ծնեց Հուդայի համար այն սերունդով, որ Տերը կտա քեզ այս նորահասակ կնկանից»։ Եվ Բոոսն առավ Ռութին, որ իր կինը եղավ, եւ նրա մոտ մտավ։ Եվ Տերը նրան հղություն շնորհեց, եւ նա որդի ծնեց։ Եվ կնիկները Նոեմիին ասեցին. «Օրհնյալ լինի Տերը, որ քեզ առանց մոտ ազգականի չթողեց այսօր, որ նրա անունը Իսրայելի մեջ հիշվի։ Եվ այս լինի քո հոգիի մխիթարությունը եւ ծերությանդ խնամողությունը, որովհետև քեզ սիրող հարսը ծնեց նրան, որ քեզ համար 7 որդիից լավ է»։ Եվ Նոեմին առավ տղան իր գրկումը դրավ, եւ նրա դայակը եղավ։ Եվ դրացի կիները նրան անուն դրին ասելով. «Նոեմիին մի որդի է ծնել», եւ նրա անունը Օվբեդ կոչեցին։ Սա Դավիթի հոր Հեսեի հայրն էր։ Եվ Փարեսի ծնունդները սրանք են. Փարեսը ծնեց Եսրոնին, եւ Եսրոնը ծնեց Արամին, եւ Արամը ծնեց Ամինադաբին, եւ Ամինադաբը ծնեց Նահասոնին, եւ Նահասոնը ծնեց Սաղմոնին, եւ Սաղմոնը ծնեց Բոոսին, եւ Բոոսը ծնեց Օվբեդին, եւ Օվբեդը ծնեց Հեսեին, եւ Հեսեն ծնեց Դավիթին։